Աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Սոկորովը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ է, ռուսաստանյան եւ միջազգային հեղինակավոր 40-ից ավելի կինոփառատոնների մրցանակակիր։ Հայտնի ռեժիսորը Հայաստանում է մասնակցում է Ոսկե ծիրան Երևանյան միջազգային փառատոնին, հեղինակել է 17 խաղարկային եւ 33 վավերագրական ֆիլմ։ Ալեքսանդր Սոկորովի ավանդը կինեմատոգրաֆիայում հսկայական է։ Ոսկե ծիրան փառատոնին ներկայացված կինոռեժիսորի Ֆաուստ ֆիլմը նախորդ տարի Վենետիկի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի։ Ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին։ Ոսկե ծիրան փառատոնի շրջանակում Սոկորովի համար մրցանակ սահմանել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Եղեցի լույս մրցանակն այս տարի առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը շնորհեց անվանի ռեժիսորին համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած իր մեծ ավանդի, հոգևոր մշակույթի եւ համամարտկային արժեքները քարոզելու համար։ Հայաստանում կինոփառատոնի մասնակցելուց բացի հայտնի կինոռեժիսորը ցանկություն ուներ նաեւ շրջելու Հայաստանում։ Նրան հատկապես հետաքրքրել է լորվա բնաշխարհը։ Ֆիլմաշարը, որ մեր արտասահմանյան գործընկերների հետ նկարահանվում է արդեն մի քանի տարի, բավականին հաջողություններ է ունեցել։ Առաջին ֆիլմը Մոլոխն է, այն պատմություն է Հիտլերի մասին։ Երկրորդ ֆիլմը կոչվում է Ցուլը, այն Լենինի մասին է, եւ երրորդ ֆիլմը Արևն է։ Իսկ Ֆաուստը ֆիլմաշարի վերջին մասն է։ Ֆիլմն արդեն Վենետիկում գլխավոր մրցանակին է արժանացել, շրջել է ամբողջ աշխարհում։ Սոկորովի առաջին ֆիլմը նկարահանվել է Պետերբուրգում։ 1980-ականներից սկսած նրա ֆիլմերը ռուսական կինեմատոգրաֆիան ներկայացնում են նաև արտասահմանում, հաջողություն բերելով ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ռեժիսորին։ 1990-ականներից ռեժիսորը ինտենսիվ աշխատում է, տարվա ընթացքում նկարահանելով մի քանի ֆիլմ։ Սոկորովը հայտնի է նաև դոկումենտալ ֆիլմերով։ 1995 թվականին Եվրոպական կինոակադեմիան նրան ընդգրկել է աշխարհի 100 լավագույն ռեժիսորների ցանկում։ Հայաստանում եւ Լոռիում առաջին անգամ եմ։ Շատ անսովոր է, երբեմն նույնիսկ ամեն ինչ սովորական է թվում, քանի որ այս երկիրը նման է թե Իտալիային, երբեմն էլ Շվեյցարիային, սակայն այստեղ տարբեր են մարդիկ։ Ալավերդում նրան հետաքրքրում էր պղնձաձուլման արտադրությունը։ ACP ընկերության կանաչ սրահում հայտնի կինոռեժիսորին եւ հյուրերին ընդունեցին Վալեքս խմբի ընկերությունների նախագահի աշխատակազմի ղեկավար, իրավախորհրդատու Սահակ Կարապետյանն ու Վալեքս խմբի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Ավագյանը։ Այնուհետև հյուրերը եղան նաև մետալուրգիական արտադրամասում, ծանոթացան պղնձի ձուլման գործընթացին։ Ինձ հետաքրքրում է ամեն ինչ։ Ես եղել եմ ցեմենտի գործարանում եւ շատ այլ ձեռնարկություններում։ Իհարկե արտադրությունը պետք է։ Լուրջ երկիրը չի կարող լուրջ արտադրություններ չունենալ։ Շատ հետաքրքիր է այս ամենը։ Ափսոս, որ արդեն մութ է եւ քաղաքը չկարողացանք լույսով տեսնել։ Սոկորովին Թումանյանի տարածաշրջանում ուղեկցում էին նաև Ոսկե ծիրան փառատոնի այլ հյուրեր, կինոռեժիսորներ, կինոգետներ ու դերասաններ։ Ես ավելի եկել եմ, սազարը առաջին անգամ եկել է Հայաստան ու ասի մեր երկիրն է, որ մենք ղերու մնացինք այսօր գապ չունի, Հայաստանը մոտիկ է, սրտա մեջ է, ֆիլմ սարքել ենք Հայաստանի մասին ու շատ ուրախ ենք, որ ֆիլմը ջան ծվեցավ Հայաստանի մեջ։ Մերիկ Օլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։